Գալա գնամ խավա։ Մի րոպե, մի հատ տենանք 3 օրը ինչ ասում, հետո անցնենք անպայման քո հարցին կպատասխանեմ։ Խնդրեմ։ 3 օր է 3 օր է ծնողները ազգային ժողովի հենց դիմաց են, մուտքի մոտ ձեզ են պահանջում, ավելի ձեզ անգամ գրություն են ուղղում։ Ինչու հենց 3 ձեզ չէին զեկուցել ձեր աշխատանքները այսքան թիկնազորը։ Ես մտածում եմ ավելի վատ հարցս տալու։ Դուք ավարտեք։ Կարող ենք եզրակացնել, որ դուք հատուկ այդ օրը ոտքով որոշեցիք իջնել եւ անձամբ սադրել։ Չէ, չեք կարող, որովհետև նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել, երբ որ ժամանակին ես ձեզ չեմ ընդհատել, չէ, ես ձեզ չեմ ընդհատել, էլի, ես ձեզ չեմ ընդհատել։ Կարող եմ պատասխանել, պատասխանեմ ձեր հարցին։ Երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրան, իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ ես կողմ կանգնեք, քնարը ինձ տեսնի։ Անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել է։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր падգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի է վերջացնեմ։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին պահ։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցազրույցը։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանրում եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Թեև դուք նշում եք, որ այդ պատին ձեզ դեմ չտանք, որ դուք հանրային պաշտոնյա եք եղել են, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ ներկայացուցիչն ավարտեմ հարցը, եթե կարելի է։ Դուք ավելի հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ սկանդալի Ընդհանրապես ավարտեցիք, ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող եմ, քան կարա լինի եւ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատականը ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կտա հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ, դա նույնպես SMS-ով եկած հարցած է ձեր անձնական հարցն է։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր երևաց, որ ժողովուրդ օրաթերթին SMS-ով ուղարկել էին նյութ, որ դուք տեղադրեք։ Դուք ձեր որակը ցույց տվեք։ Դուք գնացեք, դուք եք SMS-ով հայրանքով ձեր գործունեությունը իրանացնում։ Թվում եք քաղաքացիական անպատիժ անում, եկեք շարունակություն։ Դուք եք Ես չեմ զարմանա, որ մի օր դուք ես սկսեք հայոյել, ուղիղ եկեք, որովհետև ձեր դաստիարակությունը չունեմ, պարոն Սիմոնյան։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։ Հայոյել ուղիղ եկեք։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։